Մտածում ենք ինչ անուններ կլինեն, որտեղից ենք մենք կարողանալու նրանց անունները իմանալ ճշգրիտ։ Հեռու էինք փնտրում, բայց բանից պարզվեց շատ մոտ մենք գտանք։ Ենթադրելի էր, որ մեր կիրառած բառերի մեջ շատ պիտի որ լինեն դիցանուններ։ Ասենք օրինակ այսպիսի միակնարկ, ինչպիսին մեր տատը, պապը, քույրը, եղբայրը, թոռը, ծոռը, Բայց ամեն ինչ որդին, այո։ Մենք անverջ խոսում ենք դիցերի վերաբերյալ, բայց դից բառի բացահայտումը, վերլուծությունը, վերծանումը այդպես էլ մեզ չէր հաջողվել։ Բայց Ռուբեն Գրիգորյանին հաջողվեց այդ բազմաչարչար բառը ի վերջո վերլուծել, բացահայտել նրա կազմությունը, ակունքները։ Լիլիթ ջան, երբ վերլուծում ես իմաստը, Դե հիմա կվերլուծենք առանց բացարձակ տարօրինակ ոչինչ չկա։ Տարօրինակն այն է, որ մենք մինչ այդ չէինք կարողացել մոտ գնալ եւ երբեք մեր մտքով չէր անցել սա։ Այդ տարօրինակը դա է։ Իսկ տիեզերական դպրոցը կոչվում է դարբնոց։ Այ այս ուսին հարվածը երբ որ տալիս է եւ նրան կոչումն է տալիս։ Ինչպես ասացինք, 6 տարեկանից սկսվում է նրանց կրթության գործընթացը եւ այլևս չի ավարտվում։ Բայց այնտեղ անգամ պահպանված է այդ սովորությունը, այդ թեթևակի դարբը ուսին աշակերտի, որ նշանակում է հերթական փուլի ավարտ։ Հաջորդը այն, որ մենք ունենք դից անունով դից։ Ոչ միայն դից, Նաև դիս։ Ոչ չենք նշել։ Չենք նշել, չէ։ Այո, նրանք երեքը ունեն Սուրբ Սրբոց Տիտղոսը իրենց կատարած այս հսկայական աշխատանքի արդյունքում։ Կա եկեղեցի, որը նախկին հատ դիցի սրբավայրի հիմքերի վրա է կառուցված։ Այնտեղ եղել է հատ դիցի սրբավայրը։ Հուսանք, որ մի շատ գեղեցիկ օր այն մենք անպայման վերականգնելու ենք։ Ունեցել ենք մենք Աստվածաշունչ, թե ոչ։ Երկրորդ, ովքեր են եղել հեղինակները, եւ երրորդ, ինչ առնչություն ունի հայկական իսկական Աստվածաշունչը այսօրվա Աստվածաշնչի հետ։ Ինչպես հասկացանք, գրեթե ոչ մի առնչություն չունի, 3% աղավաղված ինֆորմացիա է մտել ընդամենը։ Մի շատ հետաքրքիր բան ենք բացահայտել եւ անպայման պիտի ներկայացնենք այն ձեզ։ Սահուն կերպով անվանումը փոխանցվել է այն գրքի վրա, ինչը դրել են մեր առաջ։